Ինձ թվում է հնարավոր ինչ-որ բանից ռիսկերից խուսափելու ավելի ճշգրիտ լինելու համար ես Բաբայան Արսենին կխնդրեմ ինքը պարզաբանումներ այդ թեմայի շուրջ կտա կարծում եմ եւ այդ մասին քննարկի տված հարցադրմանը պատասխանեցի երկրորդ հարցը ինչ է Եպիսկոպոսատ ժողովի մասին ակնարկեցիք, ուրեմն եպիսկոպոսատ ժողով, ազգային եկեղեցական ժողով գումարելու հետ կապված քննարկումներ մենք բազմաթիվ անգամներ ունեցել ենք օրակարգի հետ կապված տակավին քննարկումներ չկա, օրակարգը ընթացքում կմշակվի, բայց իհարկե գնահատելի է, ուղղակի հիացմունքի արժանի է, որ կալանավայրից գտնվելով հանդես, մեր սրբազանները իրենց դիրքորոշումները պարբերաբար արտահայտում են եւ դա կարծում եմ ես դա օրինակ պիտի դառնա բոլոր նրանց համար, ովքեր որ ազատության մեջ են։ Իրենց դիտարկումները արել են, իրենց առաջարկությունները արել են, ուզեմ ասեմ, որ այդ թեմաների շուրջ մենք տարբեր առիթներով քննարկումներ ունեցել ենք տարբեր ձևաչափով։ Ասում եմ առաջարկներ եղել են եւ ես ասացի, որ քայլեր նախատես այդ քայլերի մասին ոչ իրավասություն ունեն, ոչ էլ նպատակահարմար է, որ այսօր բարձրացնեն։ Այդ քայլերը կապեն Երևան։ Կառավարման ճգնաժամ, ինչ վերաբերում է բնական եմ համարում, որ թեմերի առաջնորդները, որոնք որոշակիորեն խզել են, հրդված են ստեղծել, այդ թեմերի առաջնորդները ներգրաված էին Գերագույն հոգևոր խորհրդում, մեր եկեղեցու կյանքի կազմակերպման եւ գործունեության իրականացման մեջ։ Այո, այդ առումով որոշակի դժվարություններ կան, բայց այդ դժվարությունները հաղթահարելու համար այդ քայլերը արվելու են։ Չէ, գիտեք ինչ, ես անկեղծորեն ասեմ, ես չեմ ուզի ինձ վերաբերեք որպես դասատուի, որը որ ձեր բոլոր հարցադրումների պատասխանները սպառիչ ունի։ Հարցեր կան, որոնց պատասխանները ես էլ այս պահին չունեմ, որովհետև կամ եթե ունեմ իմ անձնական մտորումներն են, դիրքորոշումներն են, քննարկումներ ծավալվում են, թե ինչպիսին կլինեն այդ քայլերը, այդ քննարկումների արդյունքում կերևա։ Բայց ես կարող եմ այդ վճռականությունը արտահայտել, որ բոլոր քայլերը արվելու են կանոնական համարժեք արձագանքների շրջանակում։ Ոչինչ չեմ բացառում։ Չգիտեմ։ Դժվարանում եմ ասում։ Հակաթուր։ Ոչինչ չեմ բացառում։ Միակ բանը, որ բացառում եմ, այն է, որ կան կտրվենք այդ ճնշումներին։ Խնդրեմ։